Բարև ձեզ իմ սիրելի հետևորդներին, ինչպես եք, ինչով եք զբաղված, ձեզ ցույց տամ մեր կաբաչոկները, վարունգները, ինչպես են աճում փոքր ջերմոցում, սատիլանոցում։ Նայեք, սրանք կաբաչկաներն են տարբեր տեսակի, տնկել ենք, 6 հատանոց ամանների մեջ ենք տնկել, որ վերցնողը միանգամից 6 հատ վերցնի, վարունգների սորտերն են, պարտիա ցանում ենք, որպեսի միշտ ունենանք։ Սրանք էլ են կաբաչկաները, վարունգներն են։ Այստեղ նայեք, սալատ եմ ցանել, այսինքն մառոլները, հա, մեր Հայաստանում ասած շատ լավ ծլել են սալատներս, մեր էուստոմաներն են, որը որ շատ դանդաղ աճում են։ Ու նայեք, այստեղ չերենոկներս են ամպելնի պիտունյայի, ինչ լավ կպել են։ Ուղղակի պոկել եմ եւ դրել եմ թաց հողի մեջ, նայեք ինչ հավեսով կպել են, դաժե ծաղկում են։ Այսքանը փոքր ջերմոցում, հիմա գնանք մեծ ջերմոց։ Սիրելի հետևորդներ, եկա մեծ ջերմոց, այսօր դասավորել ենք մեր մեծ ջերմոցը։ Անյուտաների մեծ մասը դուրս ենք հանել, ճիշտ է անձրևը, բայց անյուտաների համար շատ բարենպաստ եղանակ է։ Արդեն կախովի պիտունյաները էլ չենք կախում վերևից, որովհետև կպնում են ցելոֆանին ճյուղերը եւ վնասվում են։ Այսպես մեր կախովի պիտունյաներն են, նայեք ինչքան շքեղ տեսք ունեն։ Հələ նայեք ժողովուրդ ջան։ Այս տեսակի կաշպոների մեջ ենք տնկել, հիշում եք ինչքան փոքրիկ էին, նվազ սատիլներ էին, նայեք ինչ գեղեցիկ մեծացել են։ Այստեղ կարմիրը սպիտակի հետ եմ տնկել, նայեք։ Հələ նայեք ինչքան գեղեցիկ են։ Ու այսպես ցույց տամ, բեգոնյաները արդեն մեր մոտ բոլորը ծաղկել են։ Նայեք ժողովուրդ ջան։ Այս ռյադը լրի բեգոնյաներն են։ Այստեղ նայեք ինչ սիրուն են բոլորը։ Իրանք բոյով չեն, 20 սանտիմետր բարձրությունը, մի քիչ, մի 15 սանտիմետր իրանց լայնությունը ամեն մի կուստիկի, որ կարելի է տնկել գարշոկների մեջ, նաև հողում։ Այստեղ էլ ունենք բեգոնյաները։ Նայեք սիրելիներս, պարտուլակները բերել ենք լրիվ այստեղ, արդեն բոլոր գույներից ունենք ծաղկած։ Սա կարմիրն է, ինքը ավելի շատ գազարագույնի ու կարմիրի մեջ է։ Սպիտակներն են արդեն ծաղկել։ Եվ ունենք ռոզվի գույնը։ Նայեք ինչքան սիրուն են։ Ոնց որ նեոնովի լինի գույնը, շատ հրաշք է։ Այստեղ բերել ենք ալիսյումներն ենք դրել։ 3 գույնի ալիսյում ունենք, նայեք ինչքան սիրուն է, ոնց որ խալի լինի ամբողջը։ Իհարկելի ամպելնի պիտունյաները, նայեք այնքան ծանր է, որ դժվար է անգամ բարձրացնել։ Վերջապես մեր աշխատանքի արդյունքը ստանում ենք սիրելիներս, բոլորը ծաղկած ծաղիկները ու այս տեսակի հրաշք տեսք ունի մեր ջերմոցը, նայեք։ Նայեք սիրելիներս, այստեղ լաբելյաներն են, որը որ նոր տնկել էինք, մի քիչ է ցուրտը վախցրել էր լաբելյաները, ուղղակի լաբելյաներին որ նայում էի, ժամանակ լացս գալիս էր տանջվես ու մի փոքր սառքամից ծաղիկները դվնասվի, նայեք հիմա ինչ հրաշք տեսք ունեն, նայեք, սենց հեռվից ցույց տամ, վերել հավաքել ենք սաղ ծաղիկները, այստեղ բարխոտաներն են տարբեր երանգների, ահագին ծախել ենք արդեն, ճիշտ է, եղանակ անձրևային է, գիշերները մինուս է անում մեկ-մեկ, բայց դա էլի մարդիկ առնում են, սրանք միատաներս են, շատ հետաքրքիր միատաներ է ժողովուրդ, ինքը մելիսայի հոտ ունի, լիմնում է նաև լիմոնի տենց հոտով համով ինքը ոնց որ ասած միատա է, սա էլ է նման նրան շատ հետաքրքիր
համու հոտ ունի մի խոսքով։ Նայեք եւ հիացեք ծաղիկներով ժողովուրդ ջան։ Նայեք, այստեղ երկու պալետ կոլյուսները ցուրտը տարել էր, կտրել եմ վերևի հատվածները եւ նրանք սկսել են աշխատել։ Եվ այս սորտը ունենք կոլյուսի, սրանք առել բերել ծախում ենք, մենք ինքներս չենք աճացնում ու փառք Աստծո փրկվեցին ծաղիկներս։ Նայեք ժողովուրդ ջան, ամբողջ ծաղիկները արդեն ջրում ենք միայն վանայի մեջ, այս տեսակի մեծ վանաներ ենք սարքում եւ դրսում ունենք եւ ջերմոցի մեջ, վերևից էլ ծաղիկները չենք ջրում։ Այստեղ գերայներ են բերել վաճառքի, նայեք ինչ սիրուն են, սպիտակ մեջ ռոզվի երանգով, կարմիրը։ Այստեղ պետունյաներս են արդեն տարբեր տեսակի։ Համեցեք ծաղիկների գրկում սուրճ խմելու, սիրելիներս։ Հենց տեսականին նայեք։ Ոյ, դաժե պետունյաների մեջ այնուտայի աչքի ունեմ, նայեք, ընկերացել են միմյանց հետ։ Նայեք ինչքան գեղեցիկ են, գծիկներով, հետաքրքիր, հենց գույնը նայեք ինչ հետաքրքիր է, ոչ կարմիր է, ոչ բորդո է, ուղղակի մի քիչ ցելոֆանից լույս է անգնում, մաքուր ցույց չի տալի ծաղիկների գույնը։ Այսպես սիրելիներս, այստեղ պետունյաներն են մեր։ Ժողովուրդ ջան, հենց կաշպուն նայեք, պետունյան ամպելին ինչքան հետաքրքիր է, երկու գույն եմ տնկել, ռոզվի եւ թանաքագույնը, նայեք ինչքան սիրուն է։ Իսկ այստեղ ցիներարյաներն ենք տեղավորել, ինչքան որ ունենք, այստեղ էլի պետունյաներն ամենավերջի տնկածները դեռ բոլորը չեն ծաղկում, այստեղ գազանյաներն է, ինքը շատ խիտ լինելուց մի քիչ տերևները դեղնել է, պետքա մաքրենք տերևները։ Այստեղ էլ գազանյաներն են, արդեն կոկումել են գազանյաները, նայեք, շուտով ծաղիկներ կլինի։ 5-7 օրվանից պետքա որ եղանակը լավ լինի եւ արդեն երևի կծաղկեն գազանյաները։ Նայեք ժողովուրդ ջան, ելակներս ոնց են մեծացել, հələ քոլերը նայեք ինչ մեծ են։ Արդեն բերք ունեմ, նայեք գլերի սորտն է, հիշեք, շատ բերքատու սորտ է ինքը։ Պամիդորներս նայեք, չերիները ոնց են բոյովացել։ Սորտը կոչվում է չերի դյումովոչկա, մանր կրասնիներն են։ Նայեք, արդեն ծաղկում են չերիներս։ Հետո ձեզ բերքը ցույց կտամ։ Այստեղ ունեմ սենց հրաշք բակոպա, ամպելնի։ Այստեղ սիրելիներս վարդերն են արդեն կոկումել, անցած տարվա վարդերն են, ձեզ արդեն ասել եմ, հեսա կգնանք դրսում ցույց կտամ ինչքան են ծաղկե վարդերս էլի։ Հələ նայեք սրագույնը ինչ սիրուն է, մուգ, ինքը ավելի մուգ է, քան թե վիդեոյում։ Հələ գույնը նայեք ժողովուրդ ջան։ Ոնց որ նեոնովի ռոզվի է ինքը։ Սա մուգ գույնն է բացվի արդեն։ Այս էլ կարմիրն է, նայեք։ Ինչքան սիրուն է։ Սիրելիներս, եւ այսքանով վերջացնեմ վիդեոս, այսօր երեկոյան անպայման փոքրիկ վիդեո կնկարեմ, ինչ տեսք ունեն դրսում մեր ծաղիկները, արդեն ծաղիկների դոմիկի մեջ, ճիշտ է, արդեն մութը ընկնում է, բայց ուզում եմ ավելի մութը ընկնի, որ կողքից գեղեցկությունը երևա։ Մի խոսքով բարի օր եմ մաղթում ձեզ, լավ մնացեք, մի մոռացեք լայքել վիդեոներս, շատ կարևոր է իմ համար, այսպես սիրելիներս։ Մինչ նոր հանդիպում, մինչ նոր վիդեո կտեղադրեմ։